Երբ որ մենք Սուրբ Գիրք ենք ընթերցում, Աստվածը մեզ հետ խոսում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ որ մենք աղոթում ենք, մենք ենք Աստծո հետ խոսում։ Մենք կարծեմ թե նախընտրելի է, որ նախ եւ առաջ Աստված մեզ հետ խոսի, հետո որ մենք համարձակություն ունենանք Աստծո հետ ինքներս խոսել։ Եթե մենք այս երկխոսությունից կտրվել ենք, ոչ մենք ենք Աստծո հետ խոսում, ոչ էլ Աստվածը մեզ հետ խոսում, այսինքն աղոթական կյանքից հեռացել ենք, ոչ Սուրբ Գիրք ենք ընթերցում, ոչ աղոթք ենք անում, ոչ եկեղեցի ենք գնում, ընկել ենք աշխարհիկ զբաղմունքների, հոգսերի, բնականաբար դա ինչի է տանում, տանում է լճացման, գաղջության, անտարբերության, հուսահատության։ Երբ որ դու աղոթքից կտրվում ես, միտքդ սկսում է անտարբեր լինել, հուսահատվել, անհամբեր ես լինում, փոթորկոտ, բռնկվոտ, չես ուզում, վիճում ես, հա, այդ բոլորը աղոթքից կտրվելու պատճառով է։ Հիմա առաջին քայլը պետք է անենք։ Բնականաբար առաջին քայլը տեսնենք, թե Աստված ինչ է մեզ ասում։ Այսինքն պետք է սկիզբը դնենք, աղոթքի սկիզբը մենք պետք է դնենք, մենք պետք է նախաձեռնենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ մենք մեր մեջ հավաքվում ենք եւ միտքը, սիրտը, հոգին անկեղծ սրտով հավաքում ենք ու ջերմեր անդորեն հառաչանքով աղոթում ենք, անմիջապես Սուրբ Հոգին է մեզ վրա իջնում։ Եվ մենք անմիջապես աղոթքի պտուղն ենք ստանում։ Կարևոր չէ մենք ինչ վիճակում ենք, հուսահատված ենք, հեռացած ենք, մոտեցած ենք, կարևոր չի։ Հենց այդ պահին անմիջապես կենտրոնանում ես քո մեջ, մտնում ես քո մեջ, աղոթում ես, Աստված լսում։ Հիմա երբ որ մենք Սուրբ Գիրքը ընթերցում ենք, պետք է հասկանանք, եթե մենք աղոթքից հեռացել ենք, նախ պետք է աղոթքի իմաստը հասկանանք։ Օրինակ Հայր մերը ինչ է։ Ամբողջ աստվածաբանություն է մեր կյանքի, ամբողջ ընթացքն է, մեր փրկությունն է Հայր մերը։ Պարզ հասարակ Հայր մերը ինչ է մեզ ասում։ Նստենք, մտածենք, խորհրդացենք, մեկնություններ կարդանք եկեղեցու Սուրբ Հայրերի։ Մենք ինքներս հետաքրքրացնենք մեզ համար աղոթքը։ Սկիզբը դնենք ու վստահ եղեք, հենց դուք մի քայլ արեցիք առ Աստված, բազմաթիվ անգամ օրհնություն եք ստանալու։ Սկիզբը դրեք, մի վախեցեք։ Եվ ինչու ենք մենք շատ անգամ աղոթքից կտրվում, որտեղ չենք հետաքրքրացնում աղոթքը։ Քրիստոս ավետարանում ինչ ասում է, աղոթեք եւ մի ձանձրացեք։ Դրանով ուզում է ասել, որ աղոթքի թշնամին ձանձրույթն է։ Մենք ձանձրանում ենք աղոթելիս։ Ուրեմն պետք է այնպես աղոթենք, որ չձանձրանանք։ Հետաքրքրացնենք, իմաստավորենք մեր աղոթքը։ Ավետանի ընթերցանության մեջ գտնենք այն գեղեցիկ կարմիր թելը, այն կապակցվածությունը, որտեղ Սուրբ Գիրքը, եթե դու հավատքով ես, սիրով ես կարդում, ինքը սենց քեզ տանում է։ Նստում ես մի գեղեցիկ գնացք ու գնում ես դեպի երկնքի արքայություն, իրապես սենց մեզ վերցնում տանում է Սուրբ Գիրքը, աղոթքը առավել եւս։ Դուք իրականությունից կտրվում ես։ Ոնց որ տիեզերա գնաց լինես տիեզերանավում, բայց տիեզերքում։ Եթե երկիր մոլորակին ես նայում, ապա տիեզերանավի պատողանից ես նայում։ Եվ տեսնում ես, ինչ է այնտեղ կատարվում, այն մրջուններն ինչ են անում այնտեղ։ Այսինքն բոլոր մարդկային հարաբերությունները քո համար պատերազմներ, ավերածներ, ոնց որ մրջունները իրենց մրջնաբնում ինչ որ խաղեր են տալիս, բայց քեզ հետ պետք չի, դու ձգողական ուժներ ես կորցրել, օդի մեջ ես, տիեզերանավում լռության, ուրախության, խաղաղության մեջ, կարող ես մի աշկով նայել տենաս, թե տեսնես այդ երկրի վրա ինչ է կատարվում, բայց շատ բան չի երևալու, ասում ես լավ, երկրի վրա միշտ էլ նույնն է կատարվում, տարբեր ոչ մի փոփոխություն չկա, ոնց եղել է, հենց այդ մնում է։
ինչ որ կա այն լռության մեջ, այն երկնքի արքայության մեջ, այն խաղաղության մեջ, որի ես ապրում եմ։ Կարծեմ թե բոլորս կարոտում ենք այս խաղաղության, այս կտրվելու այս աշխարհի հոգսից, նպատակից։ Աղոթք հենց սա է։ Կտրվել աշխարհիկ իրականությունից, կտրվել հոգսերից, տրվել ինքնամոռաց կերպով, երկինք վերանալ։ Ժամանակ Քրիստոս ավատորանում ասում է, երկինքի արքայություն ձեր մեջ է, ուրիշ տեղ մի փնտրեք։ Եթե մեր մեջ այդպիսի հրաշք կա, այդպիսի գանձ կա, մենք էլ ինչ ենք փնտրում աշխարհում։ Աշխարհում պետք է ապրենք, որպես թե ապրած չէինք, ունենանք, որպես թե վայելած չէինք, ասում է Պողոս առաքյալը։ Ուղղակի ապրում ենք, բայց ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, բայց մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին երկնքի արքայության մեջ պետք է ապրենք։ Ուրեմն երբ որ մենք գաղջացել ենք, երբ որ մենք սառչել ենք, երբ որ մենք հեռացել ենք, հուսահատվել ենք, առաջին քայլը պետք է անենք։ Սուրբ գիրք ընթերցում ենք, տեսնենք Աստված ինչ է մեզ հետ խոսում։ Կարծում եմ, երբ որ մեր հոգու մտքի սրտի ականջը բաց լինի եւ մենք լսենք, թե Աստված ինչ է մեզ խոսում, մենք էլ ասելիք կունենանք Աստծուն։ Երկրորդ քայլը կլինի աղոթքը, ջերմեռանդ աղոթքը։ Եվ հավատացած եղեք, երբ որ մարդը երկար ժամանակ աղոթքից կտրվում է, բայց հետո իր մեջ ուժ է գտնում, չէ՞, այդ առաջի պահին ունես մի հատ աղոթք անում, ոնց է լացում, ոնց է արտասում, ոնց որ սոված մարդը հարցակվի կերակուրի վրա։ Այդ էլ աղոթքը քաղցել է հոգին սիրտը, հա։ Այնպես որ ամեն դեպքում վերադառնալը ճիշտ է, հեռանալը սխալ է։ Ամենածանր վիճակում էլ, երբ որ դու վերադառնում ես, չէ՞, ոնց որ Աստված այդ քո պակասը լրացնում է, ավելի ջերմեռանդ ես աղոթում։ Իհարկե մի քիչ վտանգավոր է այդ վայրի վերումները, հա, մեկ սառչել, մեկ տաքանալ, մեկ երկինք հասնել, մեկ իջնել դժոխք։ Եթե մենք կդիմանանք այդ վայրի վերումներում, հա, բայց ավելի լավ է բնականում խաղաղ ընթացք։ Այդ վայրի վերումները մի քիչ մեզ տանջում են։ Ավելի լավ է խաղաղ, հանգիստ գնանք մեր ընթացքը կամած, դանդաղ բարձրանանք երկինք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Աստվածային սիրո ընթացքը բնականon ընթացք է։ Ոնց որ սարի գագաթից քարն ես նետում, ասում է, սկզբում դանդաղ անում, դանդաղ, վերջում արագանում։ Ասում է, իսկ աշխարհիկ մարմնավոր սիրո ընթացքը հակաբնական է։ Ոնց որ քարը նետես երկինք, սկզբում ուժեղ է, բուռն է, հետո գնում սառչում կանգնում, վերանում չկա։ Աշխարհիկ ոնց է, սկզբում արդեն բուռն չէ, ինչ որ մի բանի որ տրվում են, ասես լրիվ տրվում են, մեկ էլ տեսնում են, այդ ինչ որ իրանք տվեցին, դրա 1% չեն ստանում։ Ընդհակառակը դատարկում են, ունայն են, սնամեջ են դառնում։ Եվ իրենց տված կան, որ դու անվերջ չես կարող տալ, հա։ Սպառվում ես, մնում ես օդում կախված։ Բայց Աստվածային սերը ոնց է։ Քիչ, քայլ առ քայլ, ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն տարի մի չար սովորություն, մի միտք, մի զգացում, մի ապրում, մի լեզվի թերություն հաղթահարելով գնում ես առ Աստված, քայլ առ քայլ։ Եվ ինչքան դու ճիշտ ես քայլում, հստակ ես քայլում, բայց դանդաղ քայլերով առաջ ես գնում, ինքան Աստվածային սերը քո մեջ ավելանում է, հա։ Հոգևոր կյանքում վայրի վերումները վտանգավոր են, հա։ Միշտ ապեք հասնել, չէ, կհասնեք, ժամանակը կգա կհասնեք։ Այդ աճելու, այդ հասունանալու մեջ գեղեցկություն կա, հա։ Տեսեք ծառը մարդը տնկում է, անցնում է երկար տարիներ, մշակում է, համբերատարությամբ, մշակում է ծառը, ջրում է, էտում է, եւ ժամանակը հասնում է, ծառը անընդհատ իրեն պտուղ է տալիս, հա, անընդհատ, անընդմեջ, բայց մարդիկ համբերություն չունեն այդ ծառը։ Հիմա մի հատ
լոլիկի շիթիլը դնում են 6 ամիս, սրսկում են, թունավորում են, հետո ուտում են, հետո նորից պետք է շիթիլը դնեն, բայց ինչ են ուտում, թույն, հասկացաք ես ինչ եմ ասում, այդպես էլ աշխարհիկ մարմնավոր կյանքն է, մենք չենք համբերատար չենք, որ տարիների ընթացքում աշխատենք, որ ծառ աճեցնենք, որ մենք գնանք այդ ծառի հովի տակ պարկենք, հանգստանանք, որ այդ ծառի պտուղը քաղենք, վայելենք, հոգևոր կյանքը ծառն է, հարատևը, իսկ աշխարհիկ մարմնավոր է լոլիկի շիթիլն է, անընդհատ դիհանես դնես, ու անընդհատ փոխվում է մեր աշխարհիկ կյանքի նպատակները, աշխարհիկ, մեկ էս ենք ուզում, մեկ ենք ուզում, երեխայի նման խաղալիքները անընդհատ փոխում ենք, վերջին ինչ կանենք, հուսահատվենք, հիասթափվենք, դա շուտ հուսահատվենք, հիասթափվենք, դառնանք առ Աստված, հոգևոր ծառը տնկենք եւ նա հավիտյան մեզ